Դե ինչ, երկար սպասված, բոլորիս կողմից երկար սպասված, իհարկե մեր հարազատների, տանանդամների, ընտանիքի անդամների, բայց առավել ևս մեր YouTube-յան ալիքի հետևորդների կողմից, ինչպես ասում ենք, տրնդես կամ տերն ընդառաջ, իսկ ամենակարևորը գենդեր փարթի արարողության տեսանյութ վլոգի սկզբին։ Երկար եք սպասում, չէ՞, դե ինչ, անցնում ենք առաջ։ Եվ ինչպես կարելի է ասել, հիշում եք հարսանեկան վլոգ մաս 12 եւ հետեւով վերջանում էր, կարելի է համարել նաեւ մաս 13 շարունակություն։ Ախ այդ հարսանիքներ չէ, որ այս ամենի հետևանքն է, իսկ այսօր ունենք այս մեծ ուրախությունը, որը հիմա կներկայացնենք ձեզ։ Սկսում ենք այստեղից, տրնդես եւ գենդեր փարթի, որին շատ ենք սպասում։ Այս ամիսների ընթացքում ձեր հարցերին, որ չենք պատասխանում, կարելի ասել չարաճճիություններ կատարելով, ձերը չենք ասի, մյուսը ասում է սա է, մյուսը ասում է նա է, ասել է չէ, համբերեք, սպասեք, հասնում ենք այդ կետին, որտեղ շատ գեղեցիկ պետք է լինի մեր ներկայացնելը։ Իսկ առաջին այս մասով, կարելի ասել մաս առաջին, բայց հարսանեկանի շարունակությունը կլինի մաս 13, ներկայացնում եմ նախապատրաստական վլոգ, ինչ ենք անում, ինչպես ենք գնումներ կատարում, ինչպես ենք պատրաստվում, ինչ ձևավորումներ, ինչ դիզայն ենք որոշել, ինչ դետալներ կան, հետարքի իրադարձություններ, ամեն ինչը շատ ուշագրավել լինելու։ Դե հետևեք, հարմար տեղավորվեք, որ նախապատրաստականի առաջին մասին։ Ապա նախնական մի քանի խոսք։ Դուք չեք պատկերացնի ինձ հիմա ինչպես եմ կարողանում տիրապետել, որ խոսել ներկայացնել այս ամենը, առավել հուզված կլինեմ երկրորդ տարբերակում, կամ երևի թե երրորդ, որտեղ կլինի բուն արարողությունը, իմ էմոցիաները, իմ զգացողությունները այլ առավել հստակ եւ կարելի ասել անկառավարելի կտեսնեք այդ ժամանակ, թե ինչ է կատարվում իմ ներսում։ Իսկ իմ դեպքի արտահայտությունից, իմ տրամադրությունից երևի շատերը կհասկանաք, թե ինչ կա իմ ներսում, քանի որ իրականում հենց ինքս, ես, կապված երեխայի սեռի հետ գիտեմ ամենը եւ ինչպես եմ կարողացել զսպել եւ զսպում եմ, քանի որ սիրում եմ չարաճճիություններ, խաղանել մարդկանց հոգու հետ, ինչպես ասում ենք, չասել, որ մինչ այս պահը տեսնենք հարազատների էմոցիաները, իրենց կարծիքները, իրենց արտահայտությունները, թե ով ինչ կարծիք ունի, նաեւ հետևորդների կողմից, ինչպես շեշտել էի, ցանկացողներ կլինեն կարող են ուղարկել, ներկայացնել տեսանյութ տարբերակով, թե մեր հետևորդներից ով ինչ է կարծում երեխայի սեռի հետ կապված, այո, կարողացել եմ պահել, զսպել, որպեսզի լինի շատ հետաքրքիր։ Իսկ այն ապրումները, այն զգացողությունները, այն շնորհակալությունը Աստծուց ամեն օր, որ ես հաղորդում եմ, ուղարկում եմ իմ Տեր Աստծուն, բացատրելի չէ, աննկարագրելի։ Անկախ ամենից կյանքի անցած շատ փորձություններից, դժվարություններից, նեղություններից հետո կարծես քեզ համար սառը զովացնող մի կում ջուր է Աստված մատուցում քեզ, որ կարողանաս խորշունչ քաշել, հանգստանալ, մի փոքր թողնել ամենը մի կողմ, ուրախանալ այդ ներկայիս հրաշքով, ինչը Աստված կամեցել է ձեզ։ Ասելիքս շատ է, շատ հուզված եմ, իր հետ կապված կա հետաքրքիր համադրումներ, միստիկաներ, ինչպես միշտ շեշտել եմ, նախանշաններ, որը միշտ եղել է, կա եւ լինելու է։ Ես ասել եմ եւ հավատում եմ, բայց այդ մասին չեմ խոսի, որպեսզի հուշում չլինի, շատերը կհասկանան, որպեսզի այստեղից սերը ձեզ համար པարզ չլինի, իսկ թե այդ միստիկաները, նախանշանները ի սկզբանե հարսանիքին պատրաստվելուց այնտեղ կան դրվագներ, ինչ հոգեվիճակեր, ինչպես էին պատրաստվում, ինչ էի զգում, ինչ էի ներկայացնում, այո, եւ դրա մասնիկը այսօր վերեց հասցրեց այն կետին, Աստված իր շնորհով, որ հենց այնպես չէ, որ դա կապ ունի սեռի հետ։ Ինչի մասն է խոսքը, ինչ հասկացաք թե ոչ, այս մասը ես հետո նույնպես կկրկնեմ, որ հասկանաք այս խոսքերս ինչ կապ ուներ երեխայի սեռի հետ եւ Աստծո մատը խառը լինելու հետ։ Հետաքրքիր է, չէ՞, եկեք մի փոքր էլ համբերենք, շատ հուզված եմ։ Դե ինչ, անցնում ենք առաջ, կարելի ասել հարսանեկան վլոգ մաս 13-ի շարունակություն, կամ պարզապես տրնդես, տերն ընդառաջ, գենդեր փարթի երեխայի սեռը իմանալու համար վլոգ, համար, առաջին, գնացինք նախապատրաստություն։ Դե այստեղ ամենասկզբից պատվիրում ենք պարագաները, այնինչ մեզ պետք է դիզայնի համար ձևավորումների, գենդեր փարթի կազմակերպելու հետաքրքիր դետալներ, բնականաբար երկու գույնի տարբերակով, որպեսզի չհուշենք ոչ մի բան, այսինքն ընտրում ենք վարդագույնի եւ կապույտի համադրումներով կարևոր դետալները, այսինքն սեղանի ծածկոց, բաժակներ, ստենդ, հետնամասում, թիկունքի պատ ձևավորման, գեղեցիկ տիկնիկ փուչիկներ եւ նմանատիպ շատ հետաքրքիր տարբերակներ։ Դե ինչ պարագաները պատվիրված են, սպասենք ստանալուն։
այստեղ էլ արդեն հաջորդ օրն է։ Ես ու Կարինկան գնում ենք առևտուր կատարելու։ Թե տան պարագաների առումով, ինչպես ասում ենք, տանը ուտելիք, թե հիմնականում մեր առիթին վերաբերվող բավականին շատ պարագաներ, դետալներ, մի կեսն ինչը չենք հասցնի, հետո կկատարենք գնումները։ Դե կանանց եւ աղջիկների տարբերակը սա է, չէ, ինչքան էլ ուզում ենք շտապ, արագ, շուտ դուրս գալ, պատրաստվել, միևնույնն է։ Մինչև մեզ հայելու մեջ ենք նայում մի քանի անգամ մազերը դզում ենք զիզի-բիզի, ժամանակը անցնում է։ Դե ինչ գնացինք, ուշ է, արդեն չենք հասցնի։ Կարինկային էլ աստվածվել չի խնայել։ Մի հատ նայեք օծաներիքը ինչքան շատ եւ օրվա մեջ մի քանի անգամ ինչքան է օգտագործում։ Իրականում այսպես բանը ինձ համար զարմանալու է, ցանկանում է ինձ վրա էլ գցել, ասում եմ ոչ, լավա, շնորհակալ եմ։ Ուրա, դե վերջապես գնացինք։ Դերևս ձուն է գալիս, այնքան ասեցինք վերջին տարիներին կարգին ձմեռ չի անում, այս տարի ոգևորվել է եղանակները, ձյուն, անընդհատ ձյուն։ Մի հատ նայեք ինչ հրաշքը իմ բակը։ Տատիկ։ Ինչ տատիկ, հա ինչ անենք տատիկ, հələ եկեք մի հատ սղանք, տնանք կարանք, այս իմ բակի մի փոքր ձյան վրա մի քիչ մանկությունը հիշենք, հետ առաջ, ինչպես ասում ենք սղանք, բայց չէ, ոնց որ կոշիկներս չեն թողում, որ սղամ։ Դե Կարինկային դերևս չի կարելի նման բաներ, վերջ, նստենք մեքենան եւ գնանք, ուշանում ենք։ Լավ, հիմա սա ի՞նչ է, կիսուր, տատիկ, թե չարաճճիկ։ Հա, լավա, այստեղ էլ ճանապարհին հիշեցի, թե չէ աղբը հետներս տանելու էինք խանութ, դե մեքենայով հարմար է, մեծամասշտաբ աղբը ստիպած պետք է մեքենայով տեղափոխեմ։ Դե ինչ կատարում ենք առևտուրները, դե քանի որ խանութում այնքան էլ հարմար չէ նկարելը, ճիշտ ասած ինձ էլ այդքան դուր չի գալիս խանութում անընդհատ նկարահանել, այստեղ մի փոքր դրվագ, ցուցակը ձեռքներս կատարում ենք մեր առևտուրը։ Առևտրից հետո էլ որոշեցինք ես ու Կարինկան գնանք տատիկենց տուն սուրճ խմելու, անակնկալ։ Այսպես տատիկներ սիրում է, այսինքն իմ մայրը սենց զիզի-բիզի ինչ որ սուրճի սեղան պատրաստի, Կարինկայի սիրած պոպկորնը, ադի-բուդի, ոնց կուզեք ասեք, ու այսպես մի լավ սուրճ ենք վայելում, հետո որոշենք ուր ենք գնում, էլ ինչ ենք անելու։ Դե մեր տատիկն էլ ոգևորված ասում է ինձ մի նկարեք, հանկարծ չնկարես, բայց լավ էլ գիտի որ նկարում ենք ու այսպես տրամադրված լուրջ դեմք ընդունած, քանի որ գիտի միևնույնն է նկարելու ենք։ Դե ինչ վերջապես հասանք տուն առևտրից։ Իբր 30 րոպեով գնացել ենք առևտրի, ուշ երեկոյան տուն են գալիս ման գալով, այս կողմ հյուր, այն կողմ հյուր լավ տեղեր, վերջապես։ Կատարած առևտուրը տեղափոխում եմ խոհանոց եւ ամենը տեղավորենք իրենց տեղերում։ Քանի որ առևտուրը շատ է, չափից շատ է, էլ այս անգամ հավես չկա, ժամանակ չկա ամբողջը ներկայացնեմ, ասեմ, այս են գնել, այն են գնել, ինչ են կարել, ինչ որ կա, միայն ինչը որ կվերաբերվի մեր գենդեր փարթիին եւ տրնդեզի արարողությանը, այն մի փոքր կներկայացնեմ ձեզ։ Չնայած դեռևս մեծ առևտուրը կատարված չի այդ առիթի հետ կապված։ Իսկական սովածների առևտուր։ Կարելի է մի հատ լավ կուշտ հաց ուտել, սուրճ խմել, տեսնենք ինչ համով բաներ կա, հանենք, մի հատ նստենք, մի լավ վայելենք, հետո նոր կմտածենք առիթի մասին։ Դե ինչ, այստեղ գնաց պարագաներից են տրնդեզի առիթի հետ կապված, կարելի ասել դերևս մանրունքները, որտեղ պետք է պատրաստենք աղանց, ադի-բուդի, ինչպես ասում ենք։ Կադրի մեջ էլ երևացող այս մանդարինի եւ նարինջի կեղևները նրա համար է, որ պետք է թեյ պատրաստենք, սա առանձին թեմա է։ Հա, հիշեցնեմ նաեւ, որ պետք է պատրաստենք փոխինդ, հալվա, ընդհանուր չարազեղեն,
Գետն անուշը պետք է բովեմ, շարի կոնֆետները ինչպես ասում ենք մանրը չգտան, գնեցինք մեծ տարբերակը, այսպես ընթացքում հետևեք կտեսնեք ինչ ենք անելու։ Ապա այս աշխատանքները կկատարենք արդեն մի քանի օր անց նախապես պատրաստ լինելու համար։ Ահա նորից հաջորդ օրն էլ գիշերը տղաս Կարինկայի հետ միասին որոշեցին, որ գնանք ուշ երեկոյան ժամի ինչ-որ սիթիներում առևտուր կատարելու։ Թե մեր առիթի հետ կապված, թե իրականում սիրում են այսպիսի ժամանցային բաներ կազմակերպել։ Համով բաներ գնենք, հետո գանք տուն, երեկոյան կինո նայենք եւ վայելենք։ Ահա, այստեղ արդեն երեկոյան կինո նայելու մեր համեղ ժամն է, կարելի է այդպես էլ ասել։ Ինձ համար էլ չգիտեմ թե այս ինչ են գնել, ոնց որ են հարիվ երեխաներից լինեմ։ Փոքր բալիկի պես ուրախանում եմ, այս հետարքիր հյութի վրա մեջը շարիկներ, բջջակներ, չգիտեմ ինչ բլոճիկներ կարելի է ասել, որոշեցի նկարահանեմ, ցույց տամ։ Այս տարբերակի նարինջովը նարնջագույնը, կամ չգիտեմ թե այդ ինչ միրգ տարբերակ էր, Կարինկայի համար է։ Ինքը արդեն խմել է, համ տեսել է, հիմա էլ փորձեմ ես։ Տեսնեմ այս ինչա, համով է, ինչա։ Ոնց որ քիմիայի լաբորատորիայում գտվելուց լինեմ, հələ վախեցած դեմքս նայեք մի հատ։ Բաները փաստում մեջից համով է։ Մեջս էս լղկված բաներ են։ Լիքը լղկած բլոճիկներ են մեջը։ Ստեղ էին ասել դու այդ չտես գյորմամիջ հա։ Այստեղ էլ Կարինկայի մանգոյի համով տարբերակն է կրկին բլոճիկներով։ Բլոճիկներից էստեղ Դե ինչ շատ ուրախացանք, շատ հանգստացանք, ժամանակ չկա, հետո ոչինչ չեմ հասցնելու։ Եվ այսպես առիթի հետ կապված սկսում եմ պատրաստել բլինչիկները, նրբաբլիթները, ով ինչպես ցանկանում է թող ասի, կարևորը լինի խոսակցական եւ հասկանալի։ Դե առայժմ պատրաստում եմ միայն լավաշիկները, որը Կարինկան խմորը պատրաստել էր իբր թե ինքը պետք է շարունակեր, հետո զբաղվեց իր գործերով, չգիտեմ ինչ ասեց, խափեց, թողեց գնաց, թողեց ինձ վրա, ստիպված ես պետք է շարունակեմ։ Դե ինչպես որ ասում են մի ձեռքով պետք է հասցնեմ 10 գործ կատարել, մի կողմից թող բլինչիկը լինի, հաջորդից բովեմ նաև գետնանուշը, ֆստուշկա, ինչպես որ ասում են, որը նաև Կարինկան շատ է սիրում։ Բովելու ընթացքը պետք է թողնեմ մի փոքր երկար, քանի որ սիրում ենք, որպեսզի լինի մուգ ոսկեգույն։ Դե այստեղ վերցնում եմ երկար կերակրի փայտը, բլինչիկի տարբերակում այն շատ է օգնում ինձ, որպեսզի խմորը թավայի կողամասերից կարողանանք անվնաս առանձնացնել։ Ահա, դե տեսեք ինչքան լավ է այն դուրս գալիս, առանձնանում թավայից։ Այստեղ էլ արդեն նախապես եփել եւ պատրաստել եմ բլինչիկի միջուկը, միսը, որը կարող է լինել ըստ ձեր ցանկության թե տավարի, թե հավի, տարբերություն չկա, անգամ հնարավոր է կատարել խառնումով, որը շատ համեղ է ստացվում։ Այն որ ասում են ընդմիջում, իրոք շատ հոգնեցի, որոշեցինք մի հատ սրճել, ընդմիջում կատարել, վայելել պաղպաղակը, այն էլ այս շոկոլադային տարբերակով, խոստանում եմ հետո ձեզ նաև սովորեցնել իդեալական պաղպաղակ պատրաստելու տարբերակը։ Դե ինչ, կարծես, մեր գետնանուշը արդեն պատրաստ է իր գույնով, տեսքով, ինչպես ասում ենք ֆստուշկա։ Այս խառը պահիներ խոհանոցում գործ ենք անում, մեկ էլ տեսնենք, անակնկալ գալիս են չափից շատ շուտ զարմացած ենք ժամանակային առումով մեր պատվերները, որը վլոգ տեսանյութի սկզբնամասում նկարահանել տեղադրել է, այսինքն ընդամենը մի քանի օրերի ընթացքում։ Դե ինչ սերի ընկերներ ջան, հետևորդներ, մինչ այստեղ տեսակ խոհանոցում բլինչիկներն են պատրաստում, մյուս պատրաստությունները, այնտեղ գետնանուշ, ֆստուշկա չգիտեմ ինչ, Եվ զանգը եկավ, որ արդեն բերել են մեր պատվերները տրնդեզի առիթի եւ հիմնականում գենդեր փարթի պատրաստության համար։ Ինչ պատվերներ են, այնտեղ ձևավորումներ, սեղանի պատրաստում։ Կարճ ասած, եկեք բացեք, շատ հարմար պահ ստացվեց, որ հենց հիմա բերեցին, միանգամից ցույց տամ, թե ինչ ենք պատվիրել, ինչեր են լինելու հիմնական ձևավորման դետալները։ Գնացինք։
Դե ինչ, երևի թե արդեն հասկանալի է, սրանք այն պատվերներ էին, որ սկզբում մենք պատվիրեցինք։ Մեր առիթի ձևավորման կազմակերպման հետ կապված։ Հիմա առավել մանրամասը կտեսնենք, թե սրանք ինչեր են։ Դե ինչ, եկեք հերթով տեսնենք ինչեր են սրանք, այսպես։ Ծածկոցը սեղանի մտածված գույները ընտրել ենք այնպես, որ լինի տղայի եւ աղջկայի գույները խորհրդանշող տարբերակը, որպեսզի որևէ հուշում չլինի։ Ընթացքում կտեսնենք այդ օրը, այսինքն բաց վարդագույն եւ երկնագույն տարբերակները։ Այստեղ սեղանի ծածկոցն է։ Մոտավոր իմաստը սա է, մեջտեղից այժմ չբացեմ, քանի որ հետո կխճճվի երևի թե բավականին բարակ է, շատ գեղեցիկ, ձևավորման օրը այդ պահին կտեսնենք, այսպես, տեսեք ինչքան լավն է։ Սպասեք կտեսնենք ձևավորման պահին հենց այդ օրը։ Բաժակները, ափսեները պատվիրել էինք նույնպես, հետո այնտեղից ուղարկեցին, որ հնարավոր չէ այս պահի այդ ապրանքը ուղարկել, քանի որ չգիտեմ ինչի բավականին գուշանար 1 ամիս չկար, ուրեմն կգնենք այստեղից, նույնպես ցույց կտամ ձեզ։ Այս դեպքում բաժակների տարբերակները կրկին բաց վարդագույն եւ կապույտի համադրություններով։ Արդեն պարզ է հասկանալի, ամբողջ չբացեմ, կրկին ձևավորման օրը կտեսնեք։ Այստեղ, ինչպես ասում ենք, վարագույններ, բաց վարդագույն եւ կապույտ տարբերակներով, որտեղ պետք է հետնամասը գեղեցիկ ձևավորենք, ինչպես ասում ենք, ստենդարդ թիկունքի մասի ձևավորումը, իրենք վարագույնները, եկեք բացենք, տեսնենք, կարող ենք ցուցադրել, թե կթողնեմ այդ օրը, որ ամբողջը չգիտենք։ Ինձ թվում է հասկանալի է, եկեք միայն մեկը բացենք, տեսեք։ Շատ սիրուն է լինելու, ես արդեն պատկերացնում եմ։ Երևի թե հասկանալի է թիկունքի մասում ինչպես ենք ձևավորելու, նույնի վարդագույնը, այսպես, սա էլ վարդագույն տարբերակը, ամբողջը չեմ բացում, մի հատ նայեք ինչ հրաշք է, պատկերացնում եք ինչ գեղեցիկ ձևավորում է լինելու, իմիջիալո ձևավորումների մեջ ծանրություն չեմ սիրում, սիրում եմ հետաքրքրություն, քիչ էլ չլինի, բայց շատ ծանր ու խուճուճ, ինչպես ասում եք, այդպես էլ չլինի։ Այն ինչ որ մենք կձևավորենք կլինի համաչափ, գեղեցիկ եւ աչքին հաճելի։ Ահա, սա էլ վարդագույն տարբերակն է։ Տեսեք ինչքան գեղեցիկ է լինելու։ Իր հետ միասին այս հավաքածուում կա, տեսեք ինչքան հետարքեր է։ Այս տարբերակը ինչ շատ դուր է գալիս։ Կապույտ եւ վարդագույն կրկին տարբերակներով միտեղ անգլերենով գրված է տղա, մյուսում աղջիկ, այսինքն փուչիկ տարբերակն է, երբ որ կփչենք օդ կլինի իր մեջ արդեն հստակ երևա եւ աղջիկա տարբերակը լավ, այդ օրը կտեսնենք ավելի հետաքրքիր կլինի, բայց հիմնական միտքը պարզ է, անցնենք ամենահետաքրքիր եւ ծիծաղալու տարբերակին երկու փոքրիկ բալիկներ փուչիկ տարբերակով տղա եւ աղջիկ նորածիններ, տեսեք ինչքան հետաքրքիր է սա նույնպես։ Այստեղ աղջիկ տարբերակն է։ Այսինքն մենք որ կփչենք, կտեսնենք, այնտեղ ոտիկները բացում են սեղանին հարմարացնելու համար է, շատ գեղեցիկ է ստացվում։ Մեծ փուչիկներ են։ Ապա այստեղ տղա տարբերակն է, տեսեք։ Նույնպես, նույն տարբերակով, օդը լցվում է իր մեջ, փչում ենք որպես փուչիկ եւ տեղադրում ենք սեղանին։ Հետաքրքիր է, չէ՞։ Դերևս դետալներ են այստեղ պակասում, այսինքն պետք է լինի պոպկորնի հատուկ տուփեր, որտեղ չկարողացանք պատվիրենք դա կգնենք, ափսեները, ինչպես ասացի, կեքսի համար հատուկ դարսավոր այդ թղթերից, տորտի համար այլ ձևավորումներ, լավ, ամբողջը չասեմ, ընթացքում կտեսնենք։ Սրանք մեր գենդեր փարթիի հիմնական ձևավորման դետալները, նաև կավելացվել բաց վարդագույն եւ կապույտ փուչիկներ, համբերեք շատ հետաքրքիր լինելու։ Հա, այստեղ նաև ծրագրի թեմայից դուրս գեղեցիկ ականջոններ, որ Կարինկան պատվիրել է իր համար եւ շատ գեղեցիկ է, շատ ճաշակով։ Այսպես, ճիշտ ասած, մի փոքր իմ ոճի է, իմ ճաշակի է, նմանատիպ կրեատիվ տարբերակ, որը ես շատ եմ հավանում, շատ եմ սիրում, ինքս այս տարբերակը ընդունում եմ, հավանում եմ, տեսեք ինչ գեղեցիկ է ականջողերը,
Դե ինչ անցնենք առաջ, գործերը մնացին, ժամանակ չկա, ընթացիկ մնացածն էլ դուք կտեսնեք։ Ինչ եմ ձեզ ներկայացնելու, բայց անցնենք սնունդի պատրաստման, այսինքն չորային սնունդը, որը այս պահի դրությամբ շուտ չէ, ինչպես ասում ենք, աղազն եք պատրաստում, ադիբուդի կամ պոպկորն, ով ինչպես կցանկանա կարող է ասել, լավ, շատ աշխատանքներ կան, դեռ պետք է բլինչիկը փաթաթենք, շարունակենք, կարճ ասած ընթացիկ հետևեք գործերին։ Սպասեք շատ հետաքրքիր է լինելու։ Լավ, հերիքա, շատ ուրախացանք, զիզի-բիզիներով զբաղվեցինք, անցնենք խոհանոցային գործերին։ Այստեղ աղում եմ բլինչիկի միսը արդեն, պարտադիր մի կտոր սոխը իր հետ, լրացուցիչ համեղ համ ստանալու համար, ապա մշտապես միսը աղալու վերջում շատ փոքրիկ մի կտոր չոր հաց պետք է աղանք, որ ամբողջը դուրս բերի մսաղացի միջից, ինչ շատ հարմար են այս ձեռքի մսաղացները։ Դե ինչ, մեր գետնանուշը արդեն վերջնական պատրաստ է, սառել է, հանգստացել է, ինքնուրույն եղավազատվել է, բայց միևնույն է պետք է ձեռքերով ամբողջը, ինչպես ասում ենք, հատիկ-հատիկ մաքրեմ, տեղափոխեմ, որպեսզի որևէ կեղևի զանգված իր հետ չգնա։ Ժամանակատար աշխատանք է, բայց պետք է կատարենք։ Գետնանուշի բողոմը շատ հաճախակի դեպքերում ըստ ցանկության կարելի է կատարել աղով, որը կունենա քիմքին հաճելի մեկ այլ համ։ Նաև կա մեկ այլ տարբերակ։ Բոված մաքրած գետնանուշով պատրաստվում է կոզինախ, այսինքն շաքարային հավելումով։ Դե ինչ, կրկին անցնում ենք բլինչիկի պատրաստման շարունակությանը։ Այսինքն արդեն այստեղ աղացված միսը համեմունքներով, ձեթով տապակում ենք, իսկ համեմունքի ավելացումը ըստ ձեր ցանկության, համի, ճաշակի, նախասիրության։ Դե ինչ, այն գրեթե նույնպես պատրաստ է, տեղափոխում ենք մի փոքր սառչելու, այնուհետև անցնենք բլինչիկի լավաշների փաթաթմանը։ Դե ինչ, շատերդ էլ գիտեք արդեն, որ պատրաստի բլինչիկները կամ նրբաբլիթները կրկին շեշտում եմ, ով ինչպես ցանկանում է կարող է ասել, արդեն կարելի է պատրաստել եւ սառցախցիկում պահել պատրաստի վիճակով երկար ժամանակով, ամիսներ շարունակ, հյուրերի գալուց առաջ անվնաս դուրս բերել, տապակել եւ հյուրասիրել։ Դե ինչ, այսօր շատ հոգնեցի, սա վերջին պահն է, մնացածը կթողնեմ շարունակելու վաղը, ապա առայժմ բլինչիկի լիստերը ամբողջը պետք է արագ փաթաթել, տեղավորել սառնարանում, որպեսզի տաք օդի հետ երկար շփվելուց չփչանա։ Մեր ավանդական, իրական, ինչպես ասում ենք, ճիշտ տարբերակ բլինչիկի փաթաթման այն է, ինչը որ հիմա մենք կատարում ենք երկար տարբերակով, բայց իրականում այն փաթաթվում է նաև քառակուսի, եռանկյունաձև, մի փոքր դիզայներական տարբերակներով, դա էլ ըստ ցանկության։ Փաստորեն բլինչիկները ինձ թվաց վերջ այսօր կվերջացնեմ, բայց իրականում միսը վերջացավ, չգիտեմ ինչ հաշվարկով էի պատրաստել, միսը չբավականացրեց, խմորները շատ են, պետք է կրկին միջուկի համար միս պատրաստեմ, երևի թե ընթացքում փաթաթելուց անընդհատ ուտում էի, այդպիսի սովորություն կա, չէ, ախր շատ համեղ է, բայց իրականում այդ կադրերը էլ չեմ տեղադրի, պարզ հասարակ, հասկանալի է, բլինչիկները արդեն պատրաստ են, մնացածը կավելացնեմ, սա կթողնենք մի կողմ, կանցնենք հաջորդի մեր գործերին, այնքան շատ են, ոչինչ չեմ հասցնում, հաջորդի կտեսնեք շարունակությունը, բլոգի մաս երկրորդի ժամանակ, ինչ եմ պատրաստում, ինչեր ենք անում, կարճ ասած հոգնեցի, այսօր այսքանը, տեսեք ինչ գեղեցիկ բլինչիկներ են, կհանդիպենք տրնդերի արարողության գենդեր փարթի բլոգ տարբերակի երկրորդ մասում հաջորդի։